Հայաստանը ընտրեց նոր խորհրդարան, կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփել է ընտրության նախնական արդյունքները, օրենսդիրը 3 ուժ կձևավորի։ Ինչու կենտրոնական ընտրական հանձնաժողովը ուշացրեց նախնական արդյունքների հրապարակումը, պարզաբանում կենտրոնական ընտրական հանձնաժողովից։ Ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի առաջնորդներն են արձագանքել նախնահաշվարկին հաջորդած Փաշինյանի վաղաժամ հայտարարությանը։ Հայաստանում ընտրություններն անցկացվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներով, Զախարովայի հայտարարությունը։ Ինչու այս խորհրդարանական ընտրություններում 5 տարի անց էլ ընդդիմությունը կրկին ձախողվեց։ Արդյոք ընդդիմությունը ճանաչում է այս ընտրությունների արդյունքների լեգիտիմությունը, վերցնելու է մանդատները, թե այլ սցենարներ ունի։ Ճնշումներ, ձերբակալություններ, բևեռացված քաղաքական միջավայր, ինչ են արձանագրել դիտորդները։ Նիկոլ Փաշինյանն այսօր ազգային ժողովում մասնակցել է 2025 թվականի բյուջեի կատարողականի նախնական քննարկմանը։ Բարի երեկո, դուք դիտում եք ժամի գլխավոր թողարկումը։ Եվ այսպես Հայաստանի ազգային ժողովի 9-րդ գումարման ընտրություններին հաջորդող օրը ուշադրության կիզակետում հետընտրական զարգացումներն են։ Քվեարկության նախնական արդյունքներով օրենսդիրը կձևավորի 3 ուժ՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, Ուժեղ Հայաստան և Հայաստան դաշինքները։ Դրամատիկ սահմանագծի հասավ ԲՀԿ-ն, հաշված ձայներ 0.004% պակասեց, որ քաղաքական այս ուժը հաղթահարի անցողիկ շեմը։ Բայց այստեղ արդեն հայտարարել են, որ վերահաշվարկ են պահանջում, ինչը թերևս կարող է բեկել հետընտրական խրոնիկան։ Իշխող ուժի համար սա ըստ ամենայնի կնշանակի սահմանադրական մեծամասնության կորուստ, որի ամենակարևոր քաղաքական հետևանքը ըստ ընտրական օրենսգրքի ազդեցության սահմանափակումն է սահմանադրական օրենքների ընդունման վրա։ Միանձնյա 3/5 մեծամասնություն չապահովելու դեպքում իշխող ուժը ստիպված կլինի առանձին հարցերում խորհրդարանական մյուս ուժերի հետ գնալ կոնսենսուսի կամ բանակցությունների։ Մինչև ընդդիմադիրները խորհրդակցում են, թե ինչ անել Հայաստանի խորհրդարանի կառուցվածքը, փաստորեն դեռ հաշվարկների փուլում է, վերջնապատկերը պարզ կդառնա թերևս այս շաբաթվա վերջում։ Եվ այսպես 9-րդ գումարման ազգային ժողովում ընդդիմությունը ներկայացված կլինի ոչ թե 3, այլ 2 քաղաքական ուժով։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը մոտ լինելով անցողիկ շեմին, այնուամենայնիվ այն չի հաղթարել ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողովի։ Այս պահին հրապարակված նախնական արդյունքներով քաղաքական ուժին ազգային ժողով անցնելու համար չի բավարարել միայն 60 քվե։ Սակայն Բարգավաճ Հայաստան կուսակցությունից հայտնում են դիմելու են վերահաշվարկի, քանի որ իրենց քվեների հետ կապված աճպարարություն են նկատել դեռ հաշվարկի գործընթացի մեկնարկի պահից։ ԲՀԿ-ից ներկայացնում են օրինակ 27 կոտորակ 7 տեղամասում ըստ քաղվածքի կուսակցությունը ստացել է 77 քվե, սակայն կենտրոնական ընտրականի կայքում նշված է, թե այստեղ Բարգավաճ Հայաստանի օգտին քվեարկել է 1 քաղաքացի։ Այսինքն միայն այս տեղամասի տվյալները թարմացնելու դեպքում քաղաքական այս թիմում համարում են, որ ոչ միայն կհատեն անցողիկ արգելապատնեշը, այլև կգերազանցեն այն։ Կոնկրետ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, երբ որ մեր համակարգը ուղղակի կլորացրել էր, ինքը ցույց էր տալիս 100 թվականով կլորացրած, ու նաև այդ համակարգում այդ թվերը, որ հրապարակվել են, այդ համակարգը ինքը այդտեղ չի ներմուծում էլեկտրոնային քվեարկության արդյունքները։ Այստեղ խնդիրը այն է, որ երբ որ այդ թվերը հրապարակվել են, այսինքն բոլորը տեսել եք այդ թվերը, պարզ մաթեմատիկական գործողություն, ով որ աներ, կտեսներ, որ այստեղ 4%-ը չի բավարարում։ Ու ըստ էության այս խնդիրը չէր կարող աննկատել։ Երբ խոսում ենք 120-ի մասին, դրանք արդեն իսկ արձանագրված ձայներն են, որոնք որ երևում են ընտրատեղամասերի արձանագրությունների քաղվածքներում։ Հիմա այդ քաղվածքները ներկայացվել են կենտրոնական ընտրական հանձնաժողով եւ որպեսզի ճշգրտումները կատարվեն։ Այսինքն սա այն դեպքերն են, երբ մենք ինքներս համադրելով մեր ձեռքի տակ եղած արձանագրությունների քաղվածքները եւ կենտրոնական ընտրական կայքում տեղադրված ցուցակները գտել ենք այդ անճշտությունները։
Ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերի առաջնորդները քննադատել են Նիկոլ Փաշինյանի գիշերային ասուլիսի ընթացքում արած այն հայտարարությունները, թե ՔՊ-ն արդեն հաղթանակ է տարել։ Նշել են, որ Փաշինյանը այդ հայտարարությունը արել է այն ժամանակ, երբ հաշվարկված էր քվեարկության արդյունքների ընդամենը 10%-ից մի փոքր ավելին։ Խոսելով աննախադեպ խախտումների մասին, Փաշինյանի աճապարանքը քննադատեց ուժեղ Հայաստանի ղեկավարը։ Երեկոյանն էլ Հայաստան դաշինքի առաջնորդը տեղեկացրեց, որ վիճարկելու են ընտրությունների արդյունքները եւ հետագա անելիքները քննարկելու են ընդդիմադիր դաշտի գործընկերների հետ։ Քաղաքական տարբեր թևերի ղեկավարների գնահատականը ժամի անդրադարձում։ Ընտրատեղամասերի փակվելուց ժամեր անց քաղաքական զարգացումները տեղափոխվեցին կուսակցությունների կենտրոնական շտաբեր։ Ձայների հաշվարկը ընտրատեղամասերում դեռ չավարտված գիշերը ժամը 2-ին քաղաքացիական պայմանագրի առաջնորդը ասուլիս հրավիրեց եւ հայտարարեց իր գլխավորած քաղաքական ուժի հաղթանակի եւ գրանցած պատմական արդյունքի մասին։ Փաշինյանը այնուհետև նշեց, որ երկիրը ունենալու է տևական եւ ինստիտուցիոնալ խաղաղություն։ Նա նաեւ հավելեց, որ 2026 թվականի համապետական ընտրություններում 2021-ի խորհրդարանական ընտրությունների համեմատ քաղաքացիական պայմանագիրը արժանացել է ավելի շատ քաղաքացիների վստահության։ Հետընտրական զարգացում լինում է այնտեղ, որտեղ լինում է իշխանության կողմից ընտրությունների արդյունքների կեղծում։ Ընդդիմություն չի կարող հետընտրական զարգացում հարուցել, բացառված բան է, որովհետև իրենց ստացած ձայների մի շատ մեծ մասը այդ ընտրակաշառքով ստացած ձայներ են։ Նախնական հայտարարություններով հանդես եկան նաև ընդդիմադիր քաղաքական ուժերի առաջնորդները։ Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը քննադատելով Փաշինյանի նկատելի աճապարանքը քաղաքացիների ուշադրությունը հրավիրեց ընտրական գործընթացի եւ քվեաթերթիկների մշակման ընթացքում արձանագրված աննախադեպ խախտումների վրա։ Ուժեղ Հայաստանի առաջնորդը անդրադարձավ լայնածավալ ճնշումներին, որոնց դաշինքը ենթարկվել է վերջին ամսվա ընթացքում։ Ուժեղ Հայաստանի համախոհներից 700 մարդ ըստ Կարապետյանի բերման է ենթարկվել, 75 մարդ կալանավորվել։ Գիշերվա ժամը 12-ին մեղրի տանում են, լցնում են ընտրատեղամաս զինվորականներին, որ քվեարկություն անեն, անպայման ցանկություն ունենալով հաղթել այս ընտրապայքարը, չունենալով դրա համար ոչ մի հնարավորություն։ Հայաստան դաշինքից էլ տեղեկացրին, որ կենտրոնական շտաբում շարունակում են ստացվող տվյալների ամփոփումը, ինչպես նաև վստահված անձանց եւ ներկայացուցիչների տրամադրած տեղեկությունների հավաքագրումը։ Դաշինքը քննադատում է քաղաքացիական պայմանագրի առաջնորդի վաղաժամ արած հայտարարությունը, դա որակելով իբրև ընտրական գործընթացին ուղղակի միջամտության փորձ։ Այս պահին Հայաստան դաշինքի կենտրոնական շտաբը եւ մեր վստահված անձինք ողջ հանրապետությունում զբաղված են ընտրատեղամասերից ստացվող տվյալների ամփոփմամբ։ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն իր հաղթանակի եւ միանձնյա իշխանություն ձևավորելու վերաբերյալ վերածվում են իշխանության յուրացման։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փոխարինելու եւ նրա գործունեության նկատմամբ կոպիտ միջամտություն իրականացնելու հանցավոր քայլի։ Միասնության թևեր կուսակցության առաջնորդ Արման Թաթոյանն էլ հայտարարեց, որ Փաշինյանը իրավասություն չուներ ընտրությունների գիշերը հայտարարել իր հաղթանակի մասին այն պայմաններում, երբ այդ պահին հաշվարկված էին քվեարկության արդյունքների ընդամենը 10%-ից փոքրինչ ավելին։ Այս պայմաններում նա խոսում է ընդդիմության տարբեր առաջնորդների պատասխանատվության ենթարկելու մասին։ Նման լիազորություն չունի վարչապետը։ Սա օրենքի կոպիտ խախտում է։ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը համարում ենք ընտրությունների վրա ազդելու նպատակով կենտրոնական ընտրական հանձնաժողովի վրա բացահայտ անօրինական ազդեցություն, որը քրեորեն պատժելի է։ Լուսավոր Հայաստան կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանի գնահատմամբ ընտրությունների արդյունքները ցույց են տալիս, որ հանրությունը ընտրել է մի ճանապարհ, որը չի հանգեցնի քաղաքական լուծումների կամ համակարգի առողջացման։ Մեր ժողովուրդը մեծ հաշվով քվեարկել է քաղաքական անապատի համար, որտեղ այն ինչ որ տեղի ունեցել, սա քաղաքական անապատ է։ Այն ինչ խորհրդան ունեցնենք, դրանից վատն է լինելու այս խորհրդանը։ Ընտրություններին հայրենակիցների ակտիվ մասնակցությունը սպառնալիք համարելով իրենց ակնկալած արդյունքներին, իշխանությունները ըստ Հայ ազգային կոնգրես կուսակցության անցան ընտրողներին ահաբեկելու, վախի մթնոլորտ տարածելու եւ Հայաստան ժամանող քաղաքացիներին բացահայտ քրեական հետապնդումներով սպառնալու ապօրինի գործին։ Սա աննախադեպ ընտրություն է, նաեւ նրանով, որ երբեք Հայաստանի պատմության մեջ հենց ընտրության օրը այսքան զանգվածային ձերբակալություններ չեն եղել։ Ինչ հետընտրական զարգացումներ սպասել, ով կընդունի արդյունքները, ով ոչ։ Առայժմ Հայաստանում հետընտրական արշալույսները անորոշ են։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։
Կուսակցությունների համար ավելի հեշտ է ընտրական գործընթացի արդյունքների ամփոփումը, քան կենտրոնական ընտրական հանձնաժողովի քվեարկությունների նախնական արդյունքները ներկայացնելուց հետո հայտարարել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը՝ ի պատասխան սոցցանցերում եւ մամուլում տեղ գտած այն դժգոհությունների, որ 3 ընտրությունների ավարտից հետո տևական ժամանակ չէին հրապարակվում տեղամասերում գրանցված արդյունքները։ Հովակիմյանը հիշեցրել է, որ համաձայն օրենսդրության կենտրոնական ընտրականը նախնական արդյունքների հրապարակման համար ունի մինչև 24 ժամ ժամանակ եւ իրենք աշխատել են այդ միջակայքում, բացի այդ տեղամասային հանձնաժողովների աշխատանքը բարդ է, մինչև ձայների հաշվարկին հասնելը դրանք ունեն բազմաթիվ անելիքներ։ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները իրենց համակարգի միջոցով, դա մեր հատուկ համակարգն է, սկսում են արձանագրությունները մուտքագրել։ Եվ այդ արձանագրությունները մուտքագրելուց հետո նոր միայն կենտրոնական ընտրական հանձնաժողովում սկսում են տվյալները այսպես ասած արտացոլվել։ Ու այն փաստը, որ միշտ քաղաքական ուժերը մոտավորապես 2-ից 3 ժամ, երբեմն կարող ավելի շուտ, նայած թե ինչպես են իրենց աշխատանքը, ավելի արագ են ընտրությունների արդյունքները, քվեարկության արդյունքները ամփոփում, դա բնական երևույթ է, այսինքն այստեղ որևէ կասկածելի բան չկա։ Ինչու 5 տարի անց էլ ընդդիմությունը պարտություն արձանագրեց։ Քաղաքագետները փաստում են, որ խորհրդանական ընտրություններին մասնակցողները պատշաճ չներկայացրին իրենց գաղափարախոսությունը քաղաքացիներին ճիշտ ուղով տանելու համար։ Քարոզարշավի 4 շաբաթների ընթացքում առավելապես իշխում են կոշտ հռետորաբանությունը եւ փոխադարձ մեղադրանքները։ Ինչու այս խորհրդարանական ընտրություններում 5 տարի անց էլ ընդդիմությունը կրկին պարտվեց։ Նախընտրական շրջանում եւ իշխանական թևը եւ ընդդիմությունը ըստ վերլուծաբանների շահարկում էին խաղաղության օրակարգը։ Ընդ որում, եթե իշխանությունն ասում էր խաղաղություն են բերելու, ընդդիմության թևերից էլ բարձրաձայնում էին, թե արժանապատիվ խաղաղություն են բերելու։ Երկու կողմն էլ սակայն շահարկում էին խաղաղության օրակարգը։ Իշխանությունը մոբիլիզացրել էր առավելագույն ռեսուրսներ վերահսկելի քվեարկություն ստանալու։ Եթե ընտրական տեխնոլոգիայի տեսանկյունից ենք նայում, վախի հոգեբանական մեխանիզմ։ Վախի հոգեբանական մեխանիզմի շահարկումը ավելի արդյունավետ իրականացրեց իշխող քաղաքական ուժը, եւ դա կանխատեսելի է, որովհետեւ այս իշխանությունը իր իշխանության հայտնվելու պահից վախի լավագույն վաճառականն է։ Նախ որ ԿՊ-ն վերարտադրվելու էր, պարզ էր դեռևս մոտ 2 ամիս առաջ, երբ պարզ դարձավ, որ ընդդիմությունը միասնական թիմ չի կարողանում ձևավորել, արդեն այս արդյունքը ակնհայտ է, ընդդիմությունը պարտվել է, բայց Նիկոլ Փաշինյանը չի հաղթել։ Նախորդ ընտրությունների հետ երբ որ համեմատում ենք, այն ժամանակ իշխանությունները խոստանում էին տեր կանգնել Արցախին, Հադրութի եւ Շուշիի դեօկուպացիա եւ բազմաթիվ մարդիկ վստահաբար այդ խոստումների համար էին ձայն տվել իշխան։ Այս անգամ հետին ընտրազանգված ամենայն հավանականությամբ համարում է, որ դե լավ, միևնույն է, թե ամեն ինչ կորցրել ենք, գոնե այդքանից հետո խաղաղությունն էլ չկորցնենք։ Եվ քանի որ ընդդիմությունը ոչ միասնական է եղել, ոչ էլ հստակ այլ ընտրանքի առաջարկել, դրա համար պարտվել է։ Ըստ քաղաքագետների խորհրդարանական ընտրություններին մասնակցող դաշինքներում ներկայացվածություն ունեցող ավանդական կուսակցությունները պատշաճ չներկայացրեցին իրենց գաղափարախոսությունը քաղաքացիներին ճիշտ ուղով տանելու համար։ Քաղաքական բովանդակությունն այս ընտրություններում գեներացրել են շատ քիչ քանակությամբ ուժեր, մնացածը մանիպուլյատիվ քարոզչական դաշտում են աշխատել եւ այդ աղմուկը խլացրել է այդ բանական քաղաքական գաղափարախոսական պրոդուկտ առաջարկող ուժերի ձայն։ Ի վերջո ընտրողը առաջնորդվում է քարոզչությամբ, այն ստերով բոլոր կողմից եւ իշխանական եւ ընդդիմադիր, որ իրեն հրամցնում են։ Այն ուժերը, որոնք որ նման պրոդուկտ գեներացնում էին, նրանք ունեին փոքր ռեսուրս եւ այդ աղմուկի մեջ ուղղակի լսելի եղան ընտրողի կողմից։ Վերլուծաբանների դիտարկմամբ այս խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տանելուն իշխանություններին օժանդակեցին նաեւ արտաքին ուժերը՝ Եվրամիությունը եւ ԱՄՆ-ն։ Կասկածելի էր նաեւ ռուսական հակազդեցությունը Նիկոլ Փաշինյանի գործողություններին քարոզչական դաշտում։ Ըստ փորձագետների, պետք է դեռ հասկանալ, ռուսները տրամադրված էին ընդդիմության հաղթանակին։ Տպավորությունն է, որ ռուսները ամեն ինչ արեցին, որպեսզի Նիկոլ Փաշինյանը կարողանա վերարտադրվել։ Ամենայն հավանականությամբ որոշակի քաղաքական շահադիտական նպատակներից ելնել։ Ռուսաստանը կարճաժամկետ եւ իրեն հատուկ կացնային
քարոզչությամբ փորձեց հարցերը լուծել, չստացվեց, բայց ամեն դեպքում պրոռուսական կամ ռուսական ազդեցության կողմնակից ուժերը խորհրդարանում բավականին լուրջ ներկայացված են լինելու եւ Ռուսաստանը հետագայում էլ պահպանելու է լծակները Հայաստանի քաղաքական դաշտի վրա։ Ըստ քաղաքագետների այսօր Հայաստանի իշխանության եւ կառավարման ղեկին հավակնում են այնպիսի մարդիկ, ովքեր պետական գործիչներ չեն եւ առաջնորդվում են բացառապես խմբակային շահերով։ Քաղաքագետների խոսքով այս ընտրությունների արդյունքների համար ճիշտ չէ ասելը, թե մեղավորը ընտրողն է։ Մեղավորներն ըստ փորձագետների այս դեպքում ավելի շատ քաղաքական ուժերն էին։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Մինչև Հայաստանում ընդդիմադիրները դժգոհում են, վերահաշվարկ պահանջում, պատրաստվում խորհրդակցել հետագա անելիքները, Վրաստանից եւ եվրոպական կողմից արդեն Նիկոլ Փաշինյանը հերթով շնորհավորական ուղերձներ է ստանում ընտրություններում իր գլխավորած կուսակցության արձանագրած հաջողության համար։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն շնորհավորել է գործընկերոջը Նիկոլ Փաշինյանին ընտրություններում նրա գլխավորած կուսակցության արձանագրած հաջողության համար։ Հույս ունեմ մեր սերտ համագործակցության շարունակության վրա Վրաստանի եւ Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության եւ բարեկամական հարաբերությունների ամրապնդման նպատակով հանուն մեր ժողովուրդների բարգավաճման, նշել է Կոբախիձեն։ Նաեւ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևն է շնորհավորական ուղերձ ըղել Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում քաղաքացիական պայմանագիր կուսակցության հաղթանակի առիթով։ Իր ուղերձում Տոկաևը նշել է, որ ըստ միջազգային դիտորդների նախնական տվյալների Հայաստանում ընտրական գործընթացն անցել է բաց երկրի գործող օրենսդրությանը լիովին համապատասխան եւ քաղաքացիների ազատ կամ արտահայտման համար անհրաժեշտ բոլոր պայմանների ապահովմամբ։ Տոկաևը Նիկոլ Փաշինյանին մաղթել է հետագա հաջող աշխատանք ուղղված Հայաստանի երկարաժամկետ ազգային շահերի իրականացմանը։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն էլ է շնորհավորել Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում քաղաքացիական պայմանագիր կուսակցության արձանագրած հաղթանակի առիթով։ 2018 թվականին ձեր գլխավորած Թավշյա հեղափոխության ոգին կենդանի է եւ առողջ, նշել է ֆոն դեր Լայենը, հավելելով, որ իրենք խորապես գնահատում են գործընկերությունը ժողովրդավարական Հայաստանի հետ, որն ավելի ու ավելի է մոտենում Եվրոպային։ Հայաստանը կարող է հույսը դնել մեզ վրա, ընդգծել է ֆոն դեր Լայենը։ Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առիթով շնորհավորել է նաև Լատվիայի նախագահը։ Նա նշել է, որ Հայաստանը ընտրել է սեփական ժողովրդավարական ուղին, չնայած սպառնալիքներին եւ ահաբեկմանը։ Լատվիան ամուր կանգնած է ձեր կողքին եւ աջակցում է Հայաստանի եւ Եվրոպական միության միջև ավելի սերտ հարաբերությունների, նշել է Լատվիայի նախագահը։ Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում նրա կուսակցության արձանագրած հաջողության առիթով շնորհավորել է նաև Ֆրանսիայի նախագահ Մակրոնը։ Ուրախ եմ քո կողքին շարունակել մեր սկսած աշխատանքը ել ավելի ամրապնդելու մեր համագործակցությունը ի նպաստ մեր ժողովուրդների, սատարելու Հայաստանի խաղաղության ու ինքնիշխանությանը եւ աջակցելու Եվրոպայի հետ մերձեցման դինամիկային, նշել է Մակրոնը։ Ավստրիայի դաշնային կանցլեր Քրիստիան Շտոկերը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին նրա գլխավորած քաղաքացիական պայմանագիր կուսակցության Հայաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առիթով։ Նա ասել է, որ Ավստրիան Հայաստանի կողքին է խաղաղության, տարածաշրջանային կայունության եւ Եվրոպական միության հետ առավել սերտ հարաբերությունների ճանապարհին։ Ընդլայնման հարցերով եվրոպական հանձնակատար Մարթա Կոսը X-ի էջում շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում նրա կուսակցության հաջողության առիթով։ Իր գրառման մեջ նշել է, թե Ռուսաստանի կողմից հեռուն գնացող հարկադրանքի եւ միջամտության պայմաններում այս հաղթանակը վերահաստատում է հայերի ընտրությունը հանուն ուժեղ, ինքնիշխան եւ անկախ Հայաստանի։ Այսօր մենք նաեւ կսկսենք մեր աշխատանքը Եվրամիություն Հայաստան նոր աշխատանքային խմբում մեր գործընկերությունը խորացնելու համար, գրել է Կոսը։ Հայաստանում ընտրություններն անցել են ընդդիմության վրա աննախադեպ ճնշումների եւ արևմուտքի կողմից միջամտության մթնոլորտում, այս մասին հայտնել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա նաեւ հայտարարել է, որ հայ ժողովուրդը Ռուսաստանի համար եղբայրական է, Ռուսաստանը նրան խաղաղություն եւ բարգավաճում է մաղթում։ Ռուսաստանը մտադիր է Հայաստանի նկատմամբ իր կուրսը կառուցել, հաշվի առնելով հայաստանյան ղեկավարության իրական քայլերը։ Ընտրությունների արդյունքներով Հայաստանում Փաշինյանի քաղաքացիական պայմանագիր կուսակցության աջակցությունը նկատելիորեն նվազել է։ Մոսկվայում միշտ շահագրգռված են եղել եւ կլինեն ուժեղ ու իսկապես ինքնիշխան Հայաստանով։ Հայաստանում կայացած ընտրությունները հստակ ցույց տվեցին, որ հայ հասարակությունը ծայրահեղ բևեռացված է։ Հայ հասարակության մեջ ակնհայտ է Ռուսաստանի Դաշնության հետ կապերի զարգացման եւ ԵԱՏՄ-ում Հայաստանի հետագա անդամակցության լայն պահանջարկը։
Քանի դեռ վերջնական արդյունքները չեն հրապարակվել, Կրեմլը ձեռնպահ է մնում Հայաստանի ազգային ժողովի ընտրությունների վերաբերյալ պաշտոնական գնահատական տալուց, ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նա միաժամանակ նշել է, որ ուշադիր հետևում են բոլոր այն հաղորդագրություններին, որոնք վերաբերում են այս ընտրություններին։ Ես զերծ կմնամ այդ մասին որևէ պաշտոնական մեկնաբանությունից, որովհետև կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջնական արդյունքները չեն հնչել։ Մենք սպասում ենք այդ արդյունքներին։ Նաև արձանագրում ենք ընտրությունների ընթացքում տեղի ունեցած բազմաթիվ խախտումների մասին հաղորդագրությունները։ Ուրախ ենք, որ Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունները հաջող են անցել խաղաղ եւ հանգիստ մթնոլորտում, այս մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի արտգործնախարարությունը։ Մենք հույս ունենք, որ հետընտրական շրջանը կստեղծի պայմաններ, որոնք կնպաստեն Ադրբեջանի եւ Հայաստանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։ Այս նպատակով Թուրքիան կշարունակի նպաստել տարածաշրջանային կայունությանը եւ բարգավաճմանը, հիմնվելով տարածաշրջանի երկրների ընդհանուր շահերի վրա, նշված է հայտարարության մեջ։ Արմենիայում լրատվական երեկոն շարունակվում է եւ կհանդիպենք քիչ անց։ Արդյոք ընդդիմությունը ճանաչում է այս ընտրությունների արդյունքների լեգիտիմությունը, վերցնելու է մանդատները, թե այլ սցենարներ ունի։ Ճնշումներ, ձերբակալություններ, բևեռացված քաղաքական միջավայր, ինչ են արձանագրել դիտորդները։ Շարունակում ենք թողարկումը։ Ընդդիմության քվետված քաղաքացիների համար ամենակարևոր հարցը շարունակում է մնալ ընդդիմությունը ճանաչում է այս ընտրությունների արդյունքների լեգիտիմությունը, վերցնելու է մանդատները, թե ամեն դեպքում այլ սցենարներ կառաջարկի։ Իսկ մասնագետները նկատում են, հաշվի առնելով ձախողումը, ընդդիմադիր թևում պետք է լավ ծանոթ անեն հետագա քայլերը։ Ինչ է որոշելու եւ անելու ընդդիմությունը։ Շատերին անհանգստացնող հարց է հիմա հենց սա է։ Խոսքը հատկապես այն քաղաքացիների մասին է, ովքեր ընտրել են ընդդիմությունը։ Սցենարները մի քանիսն են. ընդունել ընտրության արդյունքները եւ գնալ խորհրդարան ու անել այն ամենը, ինչն անում է ընդդիմությունը սովորաբար խորհրդարանում։ Չընդունել արդյունքները եւ միևնույն է, գնալ խորհրդարան եւ շարունակությունը նույնն է։ Չընդունել արդյունքները եւ վար դնել ստացած մանդատները ու դուրս գալ փողոց։ Փորձենք հասկանալ, թե ինչպես կարող են զարգանալ իրադարձությունները նշված սցենարների յուրաքանչյուրի դեպքում։ Նախ ընդդիմությունը իր համար պետք է սահմանի, ընդունում է արդյունքները, թե ոչ։ Ընդդիմությունը արդյոք համարում է, որ կատարվել են արդար եւ թափանցիկ ընտրություններ։ Համացանցում ակտիվ քննարկվում է այն հարցը, որ ժամը 20:00-ից մեծաթիվ զինվորներ քվեարկել են Սյունիքում ընդհուպ մինչև կեսգիշեր, ինչը հիմք է տվել մտածելու, որ պրոցեսը ուղղորդված է եղել վարչահրամայական մեթոդով։ Բացի սա, կեսգիշերից հետո ձայների հաշվարկի դադարեցման մասին տեղեկատվության տարածումն է հարցերի տեղիք տվել։ Այսինքն սա կարող է լինել հիմք, որ ընդդիմությունը չընդունի ընտրության արդյունքները։ Ընդդիմությունը, եթե համարում է եւ ունի իսկապես փաստարկներ, որ կատարվել են ընտրախախտումներ, ընտրությունները թափանցիկ չեն, արդար չեն, այդ պարագայում ես չեմ տեսնում անհրաժեշտություն մանդատներ վերցնելու։ Այս իրավիճակում խորհրդարանում նիստերին ընդդիմության մասնակցելը որոշ գնահատականների համաձայն պարզապես լեգիտիմություն է հաղորդելու այն ամենին, ինչը անելու է իշխող ուժը խորհրդարանում, բոլոր ընդունված օրենքներին եւ նշանակված պաշտոնյաների գործողություններին։ Լավ, իսկ եթե ընդդիմադիր ուժերն այնուամենայնիվ չվերցնեն մանդատները, հերթով հրաժարվեն դրանցից, ինչ կհաջորդի։ Այն բանից հետո երբ պատգամավորները մանդատները վայր են դնում, բնականաբար ցուցակի հաջորդ համարները եւս պետք է վայր դնեն, ի վերջո մինչև վերջին համարը պետք է այդպես process-ը տեղի ունենա, որևէ մեկը մանդատ չվերցնի եւ նույնիսկ այդ պարագայում ազգային ժողովը ձևավորվում է իրավական առումով եւ որևէ մեկին, որևէ այլ ուժի այդ մանդատները չեն փոխանցվում։ Նախորդ 2021 թվականի ընտրություններից հետո նույն հարցն էր քննարկվում։ Եթե ընդդիմությունը չի վերցնում մանդատները, դա ինչ օրենսդրական խնդիրներ է ստեղծում օրվա իշխանության համար։ Այսինքն արդյոք դա հանգեցնելու է սահմանադրական ճգնաժամի կամ կաթվածահար է անելու խորհրդարանի աշխատանքը։ Ավելի պարզ ասած, ինչ նեղություն է դա տալու իշխող ուժին։ Պետք է անցկացվի ընտրությունների երկրորդ փուլ կամ նոր ընտրություն, կամ դա հանգեցնի ընտրությունների անվավեր ճանաչման, ապա նմանատիպ ընդհանցակարգ օրենքում գոյություն չունի։ Բնականաբար դա արդեն հարցեր կառաջացնի լեգիտիմության, քաղաքական լեգիտիմության տեսանկյունից, բայց միևնույն է խորհրդարանը աշխատում։ Սահմանադրական պահանջ էր, որպեսզի 3 ուժ անցնի խորհրդարան, որից 2-ը պարտադիր ընդդիմադիր եւ ընդդիմադիր ձայները պետք է միասին, եթե չեմ սխալվում, 33% լինեն։ Եթե մյուս կուսակցությունները անցողիկ
ՇՄ հաղթահարած կուսակցությունները չեն վերցնում իրենց մանդատները, մենք լեգալությունից անցում ենք կատարելու արդեն լեգիտիմության ճգնաժամի։ Հաշվի առնելով այս ամենը, ընդդիմությունը պետք է լավ ծանր ու թեթև անի իր հետագա քայլերը, նշում են մասնագետները։ Մյուս կողմից ընդդիմության ներկայացուցիչները բազմիցս նշել են, որ չէին ցանկանա, որպեսզի պետությունը նորից ենթարկվեր ցնցումների, քանի որ յուրաքանչյուր մեծ կամ փոքր ցնցում հարված է երկրի զարգացման պրոցեսին։ Սա բոլորն էլ լավագույնս հասկանում են։ Արմեն Աթելյան, ժամը լրատվական։ Ճնշումներ, ձերբակալություններ, բևեռացված քաղաքական միջավայր, ինչ են արձանագրել դիտորդները։ Այսօր Եվրախորհրդի խորհրդանական վեհաժողովի ԵՀԿ-ի միջազգային դիտորդական առաքելության հրավիրած ասուլիսում ԵՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության հատուկ համակարգող եւ ղեկավար Ֆարահ Քարիմին արձանագրել է, թե Հայաստանում ողջ քարոզարշավի ընթացքում արտաքին ճնշումները մեծ ազդեցություն են ունեցել նաեւ ընտրողների վրա։ Արշավը լի էր առճակատումներով, անջատողական հռետորաբարությամբ, ինչպես նաեւ ձայները գնելու եւ այլ ընտրական խախտումների մասին տարբեր մեղադրանքներով ձևակերպել է նա, հավելելով, որ դրա հետևանքով ընդդիմադիր շատ ուժեր զերծ են մնացել նախընտրական քարոզարշավին ակտիվորեն մասնակցելուց։ Տեղամասերի նույնիսկ 10%-ի արդյունքներն ամփոփված չէին, երբ հարևան Վրաստանի վարչապետը սրտանց շնորհավորեց իշխող կուսակցությանն ու Նիկոլ Փաշինյանին ընտրություններում գրանցած հաջողության համար։ Հետո նաև հենց ինքը քաղաքացիական պայմանագրի վարչապետի թեկնածուն Լուսադեմին լրագրողների հետ հանդիպեց ու իրենց բացարձակ հաղթանակի մասին հայտարարեց։ Եվ ահա Հայաստանի խորհրդարանական ընտրությունները խոշորացույցի տակ պահած Եվրադիտորդն արձանագրում է, սա ժամանակավրեպ էր եւ ռիսկային։ Մնացյալ 90%-ի արդյունքում իհարկե շատ մեծ էր ռիսկը, որ կարող էր արդյունքն էականորեն տարբերվել։ Միջազգային դիտորդները նաև ֆիքսել են ընտրությունների ընթացքում չարք-չրքված արտաքին ուժերի ազդեցությունների հետ միաժամանակ ճնշումներ են եղել պետական համակարգում աշխատողների նկատմամբ։ Պետական ապարատի ներկայացուցիչների նկատմամբ ճնշումները, մասնակցելու իշխող կուսակցության կազմակերպած միջոցառումներին, ինչպես նաև այն բոլոր սոցիալական եւ տնտեսական միջոցառումները, որը ձեռնարկվել էին, մեծ մտահոգություն են բարձրացնում նախընտրական քարոզարշավի ընթացքում հնարավորությունների ազատության հետ կապված։ Իսկ ԱՊՀ դիտորդներն իրենց հերթին հայտարարում են, թե նկատած առանձին բաց թողումները կրել են զուտ տեխնիկական բնույթ եւ դրանք օպերատիվորեն շտկել են տեղամասային ընտրական հանձնաժողովները։ Առաքելության պաշտոնական հայտարարության համաձայն ԱՊՀ դիտորդները չեն հայտնաբերել այնպիսի խախտումներ, որոնք իրենց բնույթով կամ ծավալով կարող էին ազդել ընտրությունների վերջնական արդյունքների վրա։ Հայաստանում բացակայում է տանը քվեարկելու մեխանիզմը, ուստի անհասկանալի է, թե տնից դուրս գալու հնարավորություն չունեցող մարդիկ ինչպես են կարողացել իրացնել իրենց ընտրական իրավունքը։ Բացի այս, ԱՊՀ դիտորդները նկատել են, որ ինչպես 2021 թվականի ընտրությունների ժամանակ, այնպես էլ հիմա մեծ թվով ընտրատեղամասեր տեղակայված են եղել շենքերի երկրորդ հարկում, ինչն էլ խոչընդոտներ է ստեղծել տարեց եւ հաշմանդամություն ունեցող ընտրողների համար։ Իսկ տեղական դիտորդական առաքելություններից ազատ քվեն հակառակն է փաստում տեղամասերում եղել են խնդիրներ, որոնք այդպես էլ մինչև քվեարկության վերջին պահը չեն լուծվել։ Ավելին պահանջելու են մինչև իսկ տեղամասերից մեկի քվեարկության արդյունքները չեղյալ համարել։ Դա Այսյունիքի մարզում տեղակայված հենց այն տեղամասն է, որտեղ քվեարկությունը երեկոյան 20-ի փոխարեն ավարտվել էր կեսգիշերին մոտ, ժամը 23-ից հետո։ Տվյալ ընտրատեղամասում 480-ից ավել զինվորական է եղել, ինչը համարում ենք անթույլատրելի, քանի որ օրենքն էլ ասում է, որ քվեարկելու իրավունք ունեն այն անձիկ, ովքեր գտնվում են ընտրատ սենյակում, ոչ թե ընտրատարածքին մոտ գտնվող հատվածներում, իսկ տեսանյութերից եւս միանշանագրվում է, որ 480-ը չէին էլ կարող գտնվել ընտրատ սենյակում։ Երեք Հայաստանի խորհրդարանական ընտրություններին հետևել է հայկական 13 հասարակական կազմակերպության 2672 եւ միջազգային ընդհանուր 647 դիտորդ։ Օտարերկրյա կազմակերպություններից ամենամեծ պատվիրակությունը եվրոպական կողմն էր ուղարկել, ավելի քան 500 դիտորդ, իսկ ԱՊՀ-ից Հայաստանի ժողովրդի ընտրությունը դիտարկել է 119 պատվիրակ։ Այս պահին եւ տեղական եւ միջազգային դիտորդները հանրայնացնում են իրենց նախնական գնահատականները, արժևում ամփոփիչ զեկույցներն են։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Թուրքիան շարունակում է երկխոսությունը Հայաստանի հետ, Ադրբեջանի հետ համակարգմամբ։ Մենք աջակցում ենք Ադրբեջանի եւ Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Այս մասին Ստամբուլում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանը Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների եռակողմ հանդիպումից հետո։ Նա նաեւ ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ վերջին 4 տարիների ընթացքում Թուրքիայի եւ Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում զգալի առաջընթաց է գրանցվել։
Թուրքիան ակնկալում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրում առանց որևէ հապաղման, եւ Ադրբեջանի օրինական եւ հիմնավորված մտահոգությունները պետք է փարատվեն։ Թուրքիան կանի հնարավոր ամեն ինչ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու համար, իսկ կողմերի ցուցաբերած քաղաքական կամքը տարածաշրջանի համար հնարավորությունների կոնկրետ պատուհան է բացել։ Իրանի հետ հակամարտության նոր սրման ֆոնին Իսրայելի վարչապետ Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այսօր ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Իսրայելը ու Իրանը ձգտում են անհապաղ հրադադարի մասին պայմանավորվածության, սակայն դրան խանգարում է Թրամփի ձևակերպմամբ տգիտությունը կամ հիմարությունը։ Իսրայելցի զինվորականները այժմ քաղաքական ղեկավարությունից հրահանգներ են սպասում հետագա քայլերի վերաբերյալ։ Իրանի ռազմական հրամանատարությունը արդեն հայտնել է, որ դադարեցնում է հարվածները Իսրայելին, միաժամանակ զգուշացնելով, որ Լիբանանում Իսրայելի նոր հարձակումների դեպքում ավելի ջախջախիչ հարվածներ կհասցնի։ Իրանը դադարեցնում է Իսրայելի ուղղությամբ հարվածները, սակայն զգուշացնում է, որ Լիբանանի դեմ իսրայելական ագրեսիայի դեպքում ավելի ջախջախիչ հարվածներ կհասցնի։ Այս մասին ասված է Իրանի զինված ուժերի ռազմական հրամանատարության Խաթամ ալ-Անբիա կենտրոնական շտաբի հայտարարության մեջ։ Իրանի ռազմական հրամանատարության շտաբը Իսրայելին հասցված հարվածները անվանել է խրատական։ Ի դեպ Իրանի իշխանությունները հայտնել են Իսրայելի վերջին հարվածների հետևանքով 15 վիրավորի մասին։ Եվրամիության երկրները թույլ կտան իրենց ռազմական նավերին կալանավորել օտարերկրյա լցանավեր, որոնք կկասկածվեն ռուսական նավթը պատժամիջոցները շրջանցելով տեղափոխելու հարցում։ Խոսքը Միջերկրական ծովում գործող եվրոպական ռազմական նավերի մասին է, որոնք ներգրավված են Եվրամիության ռազմածովային ուժերի Իրանի գործողության շրջանակում։ Այդ մասին հայտնել է Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը Եվրամիության անդամ երկրների պաշտպանության նախարարների ոչ պաշտոնական հանդիպման ընթացքում։ Խոսքը այսպես կոչված թվերային նավատորմի նավերի մասին է, դրանք ռուսական նավթ են տեղափոխում երրորդ երկրների դրոշների ներքո հաճախ խախտելով պատժամիջոցների ռեժիմը եւ չունենալով անհրաժեշտ ապահովագրական փաստաթղթեր ու թույլտվություններ։ Ի դեպ 2026 թվականի մայիսին Ռուսաստանը գրանցել է վերջին 4 տարվա ընթացքում նավթի արտահանման եւ դրա վաճառքի ստացված եկամուտների ռեկորդային ցուցանիշներ։ Տաղավար կվերադառնանք կարճատև դադարից հետո։ Նիկոլ Փաշինյանն այսօր ազգային ժողովում մասնակցել է 2025 թվականի բյուջեի կատարողականի նախնական քննարկմանը։ Օրվա առավելագույն ջերմաստիճանը 29 է, ավելին քիչ ուշ։ Շարունակում ենք թողարկումը։ Նիկոլ Փաշինյանը առավոտյան ազգային ժողովում մասնակցել է 2025 թվականի բյուջեի կատարողականի նախնական քննարկման, իր ելույթում նա անդրադարձել է կիրակնօրյա ընտրությունների արդյունքներին։ Փաշինյանը շնորհավորել է հայ ժողովրդին 2026 թվականի հունիսի 7-ին տեղի ունեցած ընտրություններում արձանագրված արդյունքների համար, հետո միայն խորհրդարանականների հետ անցել են բյուջետային քննարկմանը։ Ընտրություններից ընդամենը 1 օր անց ազգային ժողովում քաղաքական օրակարգի առանցքում արդեն ոչ թե ընտրությունների ընթացքն է, այլ դրանց արդյունքներից բխող սպասումները։ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում վարչապետը, նախարարներն ու պատգամավորները քննարկեցին 2025 թվականի պետական բյուջեի կատարողականը, տնտեսական արդյունքներն ու առաջիկա ծրագրերը։ Առաջիններից մեկը քաղաքական գնահատական հնչեցրեց արտաքին գործերի նախարարը։ Արարատ Միրզոյանի խոսքով ընտրությունների արդյունքները կառավարությանը հնարավորություն են տալիս շարունակել որդեգրած քաղաքականությունը։ Արտգործնախարարը խոսեց նաև տարածաշրջանային հաղորդակցությունների թեմայից, նշելով, որ շարունակվում են Թուրքիայի հետ երկխոսությունները Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման ուղղությամբ։ Միրզոյանի խոսքով արդեն իսկ Հայաստանի համար նախատեսված բեռներ են անցել Ադրբեջանի տարածքով եւ ապագայում հնարավոր է նաև հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների իրականացում։ Մոտ ապագայում մենք այսպես ամեն ինչ որ փուլում մի շոշափելի առաջընթաց ենք ունենում Թուրքիայի հետ մեր հարաբերությունների ամբողջական կարգավորման առումով, բայց ուզում եմ վստահություն հայտնել, որ առաջիկայում ըստ էության ամբողջական կարգավորում կունենանք։ Միջև արտաքին քաղաքական գերատեսչությունը ներկայացնում է տարածաշրջանային համագործակցության հեռանկարները, տնտեսական բլոկը ներկայացրեց տարվա հիմնական ցուցանիշները։ Կառավարության տվյալներով 2025 թվականի պետական բյուջեի եկամուտները կազմել են 2 տրիլիոն 886 միլիարդ 500 միլիոն դրամ։ Սա 307 միլիարդ դրամով կամ շուրջ 11%-ով ավելի է 1 տարի առաջ եղած ցուցանիշից, իսկ 2017 թվականի համեմատ աճը ավելի է շուրջ 2.3 անգամ։ Հարկ եմ համարում ընդգծել, որ կառավարությունը նախորդող շրջանում ավելի քան
3.4 միլիարդ դոլարի տարբեր ծրագրերով աջակցություններ է ցուցաբերել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Սկսած հիպոթեկային հարկի պարագայում եկամտային հարկի վերադարձի ծրագիրը, շարունակած տնտեսական արդիականացման ծրագրերով, շարունակած գյուղատնտեսության ոլորտում արտոնյալ վարկերի տրամադրման ծրագրով։ Վարչապետի խոսքով մոտ ժամանակներս կմեկնարկի թրիփի վավերացման գործընթացը, իսկ միջազգային համագործակցության ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են նախատեսվում թե Եվրասիական տնտեսական միությունում, թե Եվրամիության հետ, որտեղից սպասվում է նաև ֆինանսական աջակցություն։ Սա իհարկե մեծ իրադարձություն է մեր երկրի կյանքում եւ 2026 թվականին արդեն գետնի վրա կսկսվեն իրական աշխատանքները։ Միևնույն ժամանակ պետական ֆինանսների կառավարման վերաբերյալ իր գնահատականը ներկայացրեց հաշվեկնիչ պալատը։ Պալատի նախագահը տեղեկացրեց, որ բյուջեի կատարման հաշվետվություններում հայտնաբերվել են ընդհանուր առմամբ 29 միլիարդ դրամի խեղաթյուրումներ, որոնք կազմում են բյուջեի ընդամենը 0.86%-ը։ Ֆինանսների նախարարությունը ներկայացրեց պետական պարտքի վիճակը։ 2025 թվականի ավարտին պետական պարտքը կազմել է շուրջ 14.5 միլիարդ դոլար, նախորդ տարվա համեմատ աճելով 8.8%-ով։ Աճը հիմնականում պայմանավորված է կառավարության ներքին պարտքի ավելացմամբ։ Այդմ պետական պարտքը կազմել է դեկտեմբերի 31-ի դրությամբ 5 տրիլիոն 541 միլիարդ դրամ, իսկ կառավարության պարտքը 5 տրիլիոն 354 միլիարդ դրամ։ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի տվյալներով 2025 թվականի տնտեսական աճը կազմել է 7.2%, գերազանցելով կառավարության կանխատեսումները։ Աճին առավելապես նպաստել են շինարարության, առևտրի եւ ծառայությունների ոլորտը։ Հարկային մուտքերն էլ շարունակել են աճել։ 2024 թվականի համեմատ հավաքագրված հարկերը ավելացել են շուրջ 14%-ով։ Միաժամանակ գնաճը որոշ չափով աճել է, տարվա վերջում հասնելով 3.3%-ի։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։ Հայտարարագիրն էլ կարող է դառնալ նվիրատվության գործիք, իշխանությունը պատրաստվում է փոխել եկամուտների հայտարագրման համակարգը, հնարավորություն տալով քաղաքացիներին սոցիալական կրեդիտների մի մասը ուղղել հասարակական կազմակերպությունների եւ ԶԼՄ-ների ֆինանսավորմանը։ Ազգային ժողովում մանրամասները ներկայացրել է ֆինանսների նախարարը, նա նշել է, որ սահմանվելու է հստակ չափանիշներ, թե որ կազմակերպությունները կարող են հայտնվել ֆինանսավորման ցանկում եւ նրանց որքան գումար կարող է փոխանցել քաղաքացին։ Նախաձեռնության համար տեխնիկական համակարգերը պետք է պատրաստ լինեն մինչև 2027 թվականի հունվարի 1-ը։ Եվ սա հնարավորություն կտա, որ մեր լրատվական ընկերությունները իրենք այդ կախվածության մեջ չլինեն, այլ իրենց հույսը դնեն ոչ թե ինչ-որ մեկ կամ երկու ֆինանսավորողի վրա, այլ իրենց հույսը դնեն լավ ժամանակին եւ անաչառ տեղեկատվություն տրամադրելու վրա, որպեսզի մեր քաղաքացիները իրենց վստահությամբ նաեւ ֆինանսավորեն իրենց։ Ամբողջ աշխարհում նշվում է գլխուղեղի ուռուցքների մասին իրազեկման համաշխարհային օրը։ Այս օրը նպատակ ունի բարձրացնել հասարակության տեղեկացվածությունը հիվանդության վաղ ախտորոշման, պացիենտների աջակցության եւ գիտական հետազոտությունների կարեւորության մասին։ Մասնագետների տվյալներով գլխուղեղի ուռուցքների դեպքերը աշխարհում աճում են, հատկապես երիտասարդ եւ աշխատունակ տարիքի բնակչության շրջանում։ Հայաստանում մանկական օնկոլոգիական բոլոր հիվանդությունների շարքում գլխուղեղի ուռուցքները զբաղեցնում են երկրորդ տեղը լեյկոզներից հետո եւ կազմում են մանկական քաղցկեղի դեպքերի շուրջ 17%-ը։ 1995-ից 2020 թվականների ընթացքում երկրում արձանագրվել է ԿՆՀ-ի առաջնային ուռուցքների 176 դեպք երեխաների եւ մինչեւ 25 տարեկան երիտասարդների շրջանում։ Պացիենտների 55.7%-ը կազմել են տղաները, առավել հաճախ հանդիպող ուռուցքներն էին մեդուլոբլաստոմաները եւ այլ էմբրիոնալ ուռուցքները, ցածր չարորակության գլիոմաները եւ բարձր չարորակության գլիոմաները։ Հայաստանը հայտնվել է հարուստ երկրների ցանկում, էկոնոմիկայի նախարարն է ասել, ըստ նրա, եթե 5 տարի առաջ Հայաստանը ոչ այնքան հարուստ երկրների ցանկում էր, ապա հիմա արդեն հարուստ երկրների ցանկում է հայտնվել։ Օրվա մյուս կարևոր նորությունները մեկ տեսաշարով։
Էկոնոմիկայի նախարարը ճեպազրույցում Եվրամիություն ապրանք արտահանող տնտեսվարողներին տրվող փոխհատուցման հստակ նիշ չի ասել, սակայն հայտնել է, որ փոխհատուցման բանաձևը պատրաստ է։ Ըստ նախարարի կսուբսիդավորվեն տրանսպորտային ծախսերը, մաքսատուրքը։ Պապոյանը հայտարարել է, որ ծախքի խմբականակ ուղարկվել է նաև ցամաքային ճանապարհով Հայաստան, Վրաստան, Թուրքիա, Բուլղարիա, Ռումինիա, Ուկրաինա, Բեռնատարով։ Էկոնոմիկայի նախարարը հայտնել է նաև, որ որոշ ընկերություններ աշխատում են պտուղ բանջարեղենը արտահանել Հունաստան։ Ըստ Պապոյանի կա պայմանավորվածություն, տեխնիկական հարցեր են մնացել։ Ռուսաստանը կընդլայնի Հայաստանից ձկան մատակարարումների սահմանափակումները անասնաբուժական ռիսկերի առաջացման դեպքում։ Ձկնաբուծության դաշնային գործակալության ղեկավար Իլյա Շեստակովը հայտնել է, որ Ռուսաստանն արդեն սահմանափակումներ է մտցրել Հայաստանից կենդանի ձկան մատակարարումների նկատմամբ։ Եթե հայտնաբերվեն գործոններ, որոնց դեպքում կարող են առաջանալ անասնաբուժական ռիսկեր եւ որոնց արկայությամբ այդ ձուկը մատակարարվելիս կազդի անասնաբուժական անվտանգության վրա, հետագա քայլեր նույնպես կլինեն։ Բացի կենդանի ձկից, Հայաստանից Ռուսաստան է մատակարարվում նաև սառեցված ձուկ։ Պաշտոնական տվյալներով Արցախից բռնի տեղահանված 40,000 հոգի ստացել են Հայաստանի քաղաքացիություն։ 2025 թվականից է մեկնարկել արցախցիների բնակավորման ծրագիրը, որի արդյունքում ծախսվել է 50 միլիարդ դրամ։ Հայաստանի կառավարությունը առաջիկա 10 տարում պլանավորում է 800 միլիարդ դրամ հատկացնել։ Գիշերը կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 2:20-ի սահմաններում մի խումբ երիտասարդների կողմից իրենց անձնական օգտագործման մեքենայով Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց են տեղափոխել հրազենային վնասվածքներով մի քաղաքացու։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում, վիճակը ծանր է եւ ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ։ Քրեական ոստիկանները պարզել են, որ նա Երևանի բնակիչ 30-ամյա Արսեն Մանուչարյանն է, ով հիվանդանոց է տեղափոխվել հրազենային վիրավորումներով, այդ թվում ձախ նախաբազկի եւ աջ ազդրի վնասվածքներով։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Իսկ թե ինչ եղանակ է սպասվում հանրապետությունում կպատմի Լիլի Հովերը։ Բարերեկո եղանակի տեսության հովանավորն է իտալական ունիկալ ապրանքանիշը, իր որակյալ և գերխնայող գազի կաթսաներով, դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում, ունիկալ տարվա բոլոր եղանակներին, մետեոաշխարհ նախ Հայաստան, մեր երկրի մեծ մասում նոր օրը կանցնի տեղումներով, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ, առաջիկա օրերին ջերմաստիճանը էապես չի փոխվի, վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց-Ձորի լեռնային գոտիներում կդիտվի 18-ից 21 աստիճան։ Վայոց-Ձորի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է 26-ից 29, Լոռիում 19-ից 23, Տավուշում 23-ից 26 աստիճան, Հարերատում, Արմավիրում կդիտվի 26-ից 29, Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է 23-ից 28, Սյունիքի նախալեռներում 18-ից 22 աստիճան, Երևանում տեղումներ սպասվում են երեկոյան, այս գիշեր 13-ից 17, ցերեկը 26-ից 29, երեկոյան 20-ից 23 աստիճան։ Արմենիայի ուղիղ եթերում լրահոսը սպառված է, շնորհակալություն ուշադրության համար, ցտեսություն։